Ես եմ որոշում քրեական գործ Չէ, սխալ մարդու եք հարց տալիս Քաղաքացիներն ուշադրություն ունեն, որ Գյումրի իրադարձությունները չկրկնվեն, տեսան Գյումրիում ինչ է։ Շատ լավ, եթե ուզում եք, ես գնամ դուք ձերոնցով խոսացեք, մեկնաբանեք, բարձրաբանեք։ Ինչ ասեմ։ Եղակերտ գյուղում ձեր շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորության վրա։ Այս խախտումը ինչով է պայմանավորված։ Խախտում չէ, մեկ վարձակալել ենք այդ տարածքը։ Ընտրատեղամասի ընտրատեղամասը շենքը շատ ավելի հեռու է գտնվում։ Մեր մյուս շտաբն էլ Էջմիածին քաղաքում մեկ այլ ընտրատեղամասի հարևանությամբ է։ Շաբաթի համայնքապետարանի սահմանված հեռավորությունը ներողություն եմ խնդրում 50 մետր հեռավորությունը մուտքից ապահոված է շենքի մուտքից 50 մետր հեռավորությունը ապահոված է։ Գնեք այսօր ինչ գրաֆիկ ունեք, որից հետ եք ընկնում, պետք է գնաք միջև ընտրությունների արդյունքների ամփոփումը, սպասեք արդյունքների։ Նարեկ ջան, ես իմ անձնական գրաֆիկը ունեմ։ Հա, լավ։ Եվ գնեք ինչու է վաղարշաբաթի համայնքապետարանի մակրուհիները մակրում այն ձեր բեմը։ Շատ լավ, ասեմ, նախ իրենք հարակից տարածքն էին մակրում եւ ներողություն բեմը հավաքող մարդիկ խնդրել են, որ իրենք էլ մաքրեն այդտեղ, մի պահ մաքրել են իմ տեղեկություններով։ Այսինքն իրենք իրենց անձնական նախաձեռնությամբ ասել են գամ ձեր բեմը մաքրեք։ Իրենք հարակից հանրային տարածքը մաքրելուց են եղել, բեմը հավաքող անձնակազմը խնդրել է, որ մի պահ բեմը մաքրեն։ Սա է եղել ամբողջ պատմությունը։ Դպրոցներից ներկայացուցիչների գալը ջրմուղից ձեր հավաքին հանրահավաքի օրը։ Ժորդան, ես ոնց մեկնաբանեմ այդ հարցին, ոնց եք ուզում մեկնաբանեմ, ասեք։ Վարչական ռեսուրսի չարաշահումը Ես ասում եմ, մենք չէ, այդպես չի լինում։ Այդպես չի լինում, Ժորդան։ Եթե կա վարչական ռեսուրսի չարաշահում, դուք կարող եք ինքներդ դիմել համապատասխան մարմինել եւ ընթացք տվացվի դրան, բայց մեր հայտարարության տեքստը բաց է եղել եւ ես շատ ուրախ եմ, որ շատ կառույցներից կամ շատ գյուղերից, շատ տեղերից եկել են մեր աջակիցներ, այդ նաեւ ինչի՞ չեք նշում, որ օրինակ բանկերից են եկել, դա էլ է վարչական։ Բանկը մասնավոր է, խոսքը պետական է, ձեր այսքան մարդը դատապարտված է, գյուղում բուժքույրը խալաթով իջել էր, հենց ձեզ տեսել էր ու իջել էր բայց դուք ֆիքսել եք, չէ՞, որ դա ընդմիջման ժամ էր։ Հա, բայց ասած բանը, մոտել իջել եմ Մեխակյանին լսեմ։ Չէ, բայց դուք ֆիքսել եք, չէ՞, ու ընդմիջման ժամ էր, որտեվ առաջի դիտողությունը ես եմ արել։ Առաջի դիտողությունը ես եմ արել, որ մեր բուժքույրը ինչ է ասել, ասել են ընդմիջման ժամը ինքը որոշել է գա այստեղ։ Այսինքն ճնշել եք բուժքրոջը։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ես իրեն չեմ նկատողություն արել, մեր թիմակիցներին։ Լավ, պարոն Մեխակյան, ձեզ համար ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդ է, թե ինչպես ձեր շատ թիմակիցներ են ասում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կտրիչ Ներսիսյան։ Ես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև սա ես այդ հարցից խուսափում եմ, որովհետև դա չէ, ոչ թե խուսափում, Ժորժ ջան, այդ հարցը, այսպես ասեմ, բազմիցս քննարկվել է, չարչրկվել է, ես էլ դրան բազմաթիվ անգամ անդրադարձել եմ։ Ես իմաստը ո՞րն է նորից Գարեգին երկրորդ կաթողիկոս, թե խուսափում եք Ես ոչ խուսափում եմ ասել Կտրիչ Ներսիսյան, ոչ խուսափում եմ ասել Գարեգին երկրորդ։ Ես չեմ ուզում մտնել մի շրջափուլի մեջ, որ այս հարցերի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ միտեղ չեն տանում։ Կա հստակ հայտ Նիկոլ Փաշինյանը մտել է, ես իմ ու ձեր խոսակցության մասին եմ ասում։ Դուք մի տարեք դա ուրիշ դաշտ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ օրակարգով մտել է, դուք իրեն բազմաթիվ հարցեր տվել եք այդ առումով, ինքը ավելի շատ կաթողիկոսի հեռացման այդ արշավին, ակցիային, չգիտեմ, նախաձեռնությանը։ Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա։ Ես կարծում եմ, որ իմ այլ անելիքներ, եթե ես որևէ բան այլ իմ անելիքներից զատ ուրիշ բան անեմ, իմ կոնկրետ այն գործը, որի համար ես այս պահին նշանակված եմ, կարծում եմ, որ դա իմ համար եւ մեր համայնքի համար ամենակարևոր գործն է։ Գիշավորությունը ինչով է պայմանավորված։ Ոչ մի բանով, ես գիշավոր չեմ։ Բացառում, եթե Նիկոլ Փաշինյանն Եթե ընտրվեմ, կտեսնեք այդ ամենը, եթե եթեները կլինեն հետո։ Հավատացյալները չվայելեիք, չեք լինի թեկնածու, բայց պարբերաբար կուսակցականները նշում են, որ կուսակցության ներսում ժողովրդավարություն է, ինչպես է ստացվում, որ մեկ մարդու աջակցությունը չվայելելը նշանակելու է ձեր թեկնածությունը չլինելը։ Չհասկացա հարցը։ Դուք նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չեք լինի թեկնածու։
բայց կուսակցականները հաճախ ասում են, որ կուսակցության ներսում որոշումները ժողովրդավարությամբ են կայացվում։ Ոնց է ստացվում, որ միաձայն որոշում է կայացրել եւ միաձայն որոշումը դա արդեն վարչության որոշումն է, որը որ միաձայն է, հետեւաբար եթե միաձայն է վարչության նախագահն Նիկոլ Փաշինյանը, հետեւաբար նաեւ անձնական իր աջակցությունն է։ Նշեցիք, որ եթե չաջակցեր, չէիք լինի տեխնացու, այսինքն եթե լիներ վարչության բոլոր անդամները լինեին կողմ եւ մեկ դեմ։ Ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանն, որ ասում եք անձնապես հենց իր անձը նկատի չունենք, այլ նկատի ունենք վեր կուսակցության վարչությունը, որտեղ վարչության նախագահան ինքն է, վարչության նիստը ինքն է վարում։ Վարչություն, պարոն Մեխաչյան։ Շորջ ջան, այս հարցի վերաբերյալ եմ ասում։ Եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հիմա ի՞նչն է խնդիրը ձեր։ Պարոն Մեխակյան, ամբողջ խնդիրն այն է, որ ողջ քարոզարշավի ընթացքում ոնց հասկացանք, ձեզ ավելի շատ ընկալում են մարդիկ, որպես Մեխակ Մեխակյանի որդի, եւ դուք էլ խուսափում եք այդ ասոցիացիոնից ԿՊ-ի հետ։ Եվ ես շատ ուրախ եմ, ես շատ հպարտ եմ, ես իմ կյանքում ոչ մի իմ արած եւ իմ կատարած որոշման համար չեմ փոշմանել Փառք Աստծո եւ կարծում եմ, որ չեմ փոշմանելու, որովհետեւ այստեղ ոչ մի խուսափողական բան չկա, եթե ես խուսափեի այսօր ձեր առաջ հարցազրույց չէի տա, ես բազմիցս անդրադարձել եմ այդ հարցերին, ինձ վերաբերող հարցերին, լավ կլիներ ուղղակի հարգելի լրագրողներ, դուք հարց տայիք այն մարդկանց, այն քաղաքական գործիչներին, որոնք փորձում են իմ հոր անվան կամ իմ հոր հիշատակը շահարկելով քաղաքական որևէ շահ հետապնդել կամ փորձել իմ անունը ցեխոտել եւ այլն եւ այլն։ Ճշմարտություն չկա նրանց ասած։ Իհարկե ոչ։ Դա մարդու անձնական դաշտ մտնելը կամ մարդու սեփական անձնական դիրքորոշումը փորձել հանրությանը իրենց քաղաքական շահի համար ինչ որ բան հրամցնելը դա առնվազն ազնիվ չէ։ Շատ գործի մասին։ Հա, բայց Չէ, տեսեք, ես իմ մասով եմ ասում, ես տարակուսան չունեմ։ Որտեղ ձեր հայը Արցախը ազատագրել է, իսկ ասում են որդին կանգնել Արցախը հանձնացնելի կողքին։ Դե հասկանում եք այդ դիսկուսը ինչքան արդեն չարչրկված է, որ այսինքն Արցախը հանձնողներին դա այտենց մի հատ իրանց համար դիլեմա են սարքել, որ որոշ քաղաքական ուժեր, որ իրենք էլ չեն կարողանում դրանից դուրս գալ, այսինքն այլ քաղաքական ասելիք չունեն։ Իսկ Արցախի հետ ինչ եղավ, մեր, հա, դուք կարող եք 5 անգամ էլ պնդել դա, բայց ասեմ դրանից իրականությունը չի փոխվում, Արցախի հետ ինչ եղել է, մեր բոլորի աչքի առաջ է եղել եւ մեր իրականությունը դա 30 տարի, 50 տարի առաջ չի եղել, որ մենք չլինենք կամ փոքր եղած լինենք։ Մեր բոլորի աչքի առաջ եղել, մենք բոլորս գիտենք ինչ եղավ Արցախի հետ։ Շնորհակալ եմ ձեր ճշտությամբ։ Ծիածան համայնքից Գևորգ Մանուկյան անունով անձը մեծ հետ հարցազրույցում պնդում էր, որ ձեր ընտանիքի անդամները ընտրակեղծարարներ են եւ ասում են, որ ձեր փեսան մասնավորապես նախկինում կաշառք է ստացել, մեքենայի տեր է եղել։ Մի հատ կբացատրեք ինչ Ես նմանատիպ անձանց, ես չգիտեմ ում նկատում եք, նմանատիպ անձանց եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս ուղղակի ահազանգել ոստիկանություն նման հայտարարություններից հետո։ Պարոն Մեխակյան, եթե դուք ընտրվեք վաղար շաբաթ։ Ինքը դες հրավիրում էր, ասում էր, եթե որևէ բան սուտ եմ ասում եւ զրպարտում եմ, դուք դիմեք դատարան։ Եթե չեք դիմում, լռում եք, նշանակում է համաձայն եք իմ ամեն բառի հետ։ Այդպես չի լինում, էլի, այդպես չի լինում, Ժողովուրդ ջան։ Պարոն Մեխակյան, ձեր հոր պատգամի հետ կապված Մարիամ ջան, վերջին հարցը։ Խոյ համայնքի ընտրությունների ժամանակ խոսել եք ձեր հոր պատգամից, արդյոք այս քաղաքական ուժը, որի կողքին կանգնել եք, հետևում է ձեր հոր պատգամին, հատկապես երբ որ առանձնացնում է իրական ու պատմական Հայաստաններ։ Ձեր հարցի իմաստը ո՞րն է, չհասկացա։ Այն որ դուք ասում եք, որ ձեր հոր պատգամը քաղաքական ուժը իմ անձնական, իմ արտահայտվելու հետ ինչ կապ ունի, իմ անձնական դիրքորոշման։ Պարոն Մեխակյան, եթե մի կուսակցություն եք ընտրել, որի գաղափարախոսությունը չի հակասում, որովհետև գաղափարախոսությունը մենք պետք է հաշվի առնենք ինչ իրողության պայմաններում, ինչ աշխարհակաղակական իրողության պայմաններում ենք ապրում, եւ եկեք ընդհանրապես վաղաշաբաթի ընտրությունները չվերածենք աշխարհակաղակական հարցերի։ Սկզբունքներին գաղափարախոսությանը։ Ներողություն եմ խնդրում, էլի, մի քիչ եկեք կոռեկտ հարցեր տանք, էլի, դավաճանել, չդավաճանել։ Ես ոչ մեկին չեմ վիրավորում, հարգում եմ բոլորի դիրքորոշումները, բայց ես խնդրում եմ իմ անձի մասին խոսելիս խնդրում եմ գոնե մի փոքր հետաքրքրվեք, թե օրինակ, ասենք մեր գյուղում
ես ինչքանով եմ հարգանք վայելում կամ չէ, կամ իմ չէ, նույն քաղաքական առումով էլի, բայց չի կարելի դուք հասկանում եք դուք ձեր ինչ Կիկոսի մահն եք դուք ասում, Վահե ջան, այսինքն եթե լիներ այսպես, այդպես չի լինում, եթե չնայ։ Ես խիստ կասկածում եմ։ Պարոն Մեխակյան, տեսեք, դուք որ լինեք Վաղարշապատի համայնքապետ եւ Նիկոլ Փաշինյան, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, հոգեվոր հավաք անցկացնելու, Ես այդ հարցին ուղիղ պատասխանել եմ, համայնքապետ արտոնելու եք այդ հավաքը թե ոչ։ Լինի, եթե ես այսպես ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշեց որևէ միտեղ Հայաստանի Հանրապետություն հավաք անցկացնել, այս պահին չկա որևէ մեկը, որ չկարողանա արտոնել։ Կարողա ձեր սրտով էլ չէ ամենը, որ եկեղեցու դեմ արշավը իրականացում ձեր թիմի։ Պարոն Մեխ, Կապավորությունը որ ուզում եք եկեղեցու Շնորհակալ եմ հարցերի համար արշավի։ Շնորհակալ եմ հարցերի համար, հանդիպեք ժամերից, մեր հաղթանակից հետո շնորհակալ եմ, կողմ եք։